Շնորհակալություն։ Ես այս 2 րոպեն օգտագործեմ, ասեմ, որ ինձ համար անհասկանալի ու անընդունելի է ընտրակեղծարարին, ընտրակաշառք բաժանողին թույլ տանք մասնակցի համապետական ընտրություններին եւ ընտրվի պատգամավոր։ Լավ, այս մեր աշխատանքի իմաստը ո՞րն է։ Որն է մեր աշխատանքի իմաստը, եթե ասում ենք սահմանադրություն, այսինքն սահմանադրությունը ինչ-որ մի կետ կա, որտեղ գրած է ընտրակեղծարարը պետության դեմ հանցագործանողը կարող է գալ ընտրվել թեկնածու, այսինքն մենք ուրեմն եկեք աշխատենք ուրիշ տեղ, ոչ թե կիսատ որոշումներով։ Մենք այսօր թույլ ենք տվել, որ մի մարդ, որը հայտարարում է, որ ես ուրախ եմ կամ ես ուզում եմ էլի հայ զինվորը ականի վրա պայթի, այդ մարդուն ոչ միայն գրանցել ենք պատգամավորի թեկնածու, մարդ էլ ասում եմ, ուր այդ մարդ էլ չի, Արարածին, ու մի բան էլ բերում ենք խորհրդարան, սենց ասենք սա է ժողովրդավարությունը, չեմ կարծում, որ սա ժողովրդավարություն է, սա մի ուրիշ երկիր գնացեք Նորվեգիա, ասեք, գիտեք, մեկը ընտրակաշառք բաժանի, հետո թույլ կտակ ինքը կուսը, դրա համար իմ առաջարկը ես նորից եմ պնդում, որ այն քաղաքական ուժը, որը ընտրակաշառք է բաժանում, նրա համամասնական ցուցակի առաջին 30 կամ 50 համարները զրկվում են ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Իրենք ագրեսիվ են։ Երեք օրինակ Facebook-ում հարցակվել էին իմ դեմ, ասում էին դատարանով հաստատված չի, որ մենք ընտրակաշառք ենք բաժանել, դրա համար դու իրավունք չունես մեզ մեղադրես։ Իրենք ագրեսիվ են ընկերներ, իրենք ագրեսիվ հարցակվելու են ու շարունակելու են հարցակվել։ Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին, բոլոր Հայաստանը սիրող պատգամավորներին, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, պարոն Մազարյան։